այո, մենք պետքա ձգտենք նրան, որ ինչու միայն թրիփ։ Մենք այդ թվում մեր Ռուսաստանի գործընկերներն ենք առաջարկում այդ հայտնի 3 հատվածները երկաթգծի կառուցել եւ պետքա հասնենք նրան, որ բոլոր ճանապարհները տանեն դեպի Հայաստան։ Սա միայն ու միայն օգուտ կբերի իր հետ ռիսկեր, իհարկե կբերի ռիսկեր, նաև որոշակի ռիսկեր, այդ որ երկրի տարածքով երբ որ տրանզիտ անցնում ռիսկեր չկան, սկսած չգիտեմ ճանապարհին պատահարներից մինչև վարորդների կողմից որոշակի զերծարարություն, հա մաքսանենք ճանապարհը որևէ բան փոխադրում, բայց այդ ամեն ինչը կա, այսինքն հիմա էլեկտրական հոսանքն են մարդուն որ կապնես կսպանի, ասենք սխալ կիրառես, քեզ կսպանի, բայց դա չի նշանակում, որ մենք մեր կենցաղում չենք օգտագործում դա, չէ։ Հիմա մեր ամբողջ նպատակը, այո, այդ խաղաղության խաչմերուկները ըստ էության հենց դրա մասին է։ Անել այնպես, որ բոլոր ճանապարհները տանեն դեպի Հայաստան։ Թեկուզ այդ որ ասում են 42 կիլոմետր ինչ կապ ունի։ Հայաստանի Հանրապետություն 50 մետր էլ մուտք է գործում բեռնատարը, պետական турքը ազդում է։ Այսինքն այնտեղ մինչև 130,000 դրամ իրանական բեռնատարները երբ որ մուտք էին գործում ՀՀ սահման սուվերեն տարած, գործում է турք, ուզում ես մինչև Մեղրի գնա, ուզում ես մինչև Երևան արի։ Այսինքն այդ ճանապարհը օգտագործվելու դեպքում անգամ եթե պայմանական վերցնենք ամենանվազագույնը, հայ, ես չգիտեմ, բայց այնտեղ շատ մեծ թվեր օրական մի քանի հազար բեռնատարների մասին է խոսքը գնալու։ Այնքան գումար է գեներացվելու եւ այդ ճանապարհը բացի տնտեսականից ինքը հասկանալիորեն նշանակում է, որ այդ Սյունիքի մարզը այլևս այն զոնան է լինելու, որտեղ բացառվելու է ռազմական որևէ գործողություն, որովհետեւ այդ ճանապարհով հոսելու են աշխարհի փողերը եւ դա լավ է, թող հոսեն մեր փողերը այդ թվում այնտեղ մեր ապրանքները գնան կան, թող հոսեն եւ մենք մեր շահը ունենք այդտեղ, որտեղ այսօր աշխարհը կռիվ է տալիս, որ շատ ճանապարհներ իր մոտով անցնեն։ Շատ երկրներ օրինակ կռիվ են տալի, մեկը չգիտեմ, միջին գոտի է ստեղծում, մեկը հյուսիս-հարավ ճանապարհ է փորձում, մեկը այնպես է անում, որ այդ թվում լոբինգ է անում այլ երկրում կամ որոշակի գործոնների ազդեցություն է դնում, որ իր երկրով անցնեն գազատարերը կամ նավթատարերը։ Մեր ընդդիմության մոտ մի այսպես սարսափ մարդկանց փորձում են համոզել, որ վայ թրիփ, Ժողովուրդ ջան, թրիփը որ օրը սկսում է արդեն կյանքի կոչվել, այդ նշանակում է Սյունիքի այդ հատվածը եւ Հայաստանի Հանրապետությունը դառնում է ըստ էության անկասելի, որովհետեւ այդտեղ դինելու են ամերիկյան ներդրումներ, ամերիկյան ընկերությունների ներդրումներ եւ այդ ճանապարհը օգտվելու է, ասենք Ասիայից Եվրոպա ենթադրենք։ Եվ բնականաբար ոչ մեկին ձեռք չի տալու, չէ՞ որ իր ապրանքը, իր գործարարը տուժի, որովհետեւ այդ ճանապարհը պետք է վնաս